Ադրբեջանի գլխավոր դատախազությունն արդեն Բելարուսի իրավապահներին ներկայացրել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնելու համար հաղորդել է դատախազության խոսնակը։ Համացանցում իր տուրիստական նոթերով հայտնի Լապշինը տարիներ առաջ 2 անգամ Ղարաբաղ էր այցելել, այն ճանաչելով որպես անկախ պետություն։ Ամիսներ առաջ էլ քննադատել Իլհամ Ալիևի վարչակազմին, ինչից հետո պաշտոնական Բաքուն բլոգերի դեմ մի քանի քրեական գործ էր հարուցել եւ միջազգային հետախուզում հայտարարել։ Անցած տարեվերջին գործը նոր թափ ստացավ, երբ Բելարուսը տեղի տալով Ադրբեջանի պահանջին Մինսկում ձերբակալեց եւ 2 ամսով ազատազրկեց Իսրայելի եւ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող բլոգերին։ Ընդ որում ձերբակալությունը տեղի ունեցավ Բելարուսի նախագահի Բաքու կատարած այցից շաբաթներ անց։ Այցի ընթացքում Իլհամ Ալիևը Ալեքսանդր Լուկաշենկոին պարգևատրել էր Հեյդար Ալիևի անվան շքանշանով։ Եվրասիական տնտեսական միությունում ու ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակից Բելարուսի նախագահն էլ խոստացել էր վաստակել Ադրբեջանի բարձրագույն այդ պարգևը կրելու պատիվը։ Поверь, что я это ценю, я отработаю. Իսրայելական մամուլը գրում է, որ Լապշինի արտահանձնման հարցն արդեն որոշված է եւ որ Իսրայելի դիվանագիտական աղբյուրները Բաքվի հետ բանակցություններում այդպես էլ արդյունքի չեն հասել։ Ավելին, բլոգերի հարազատները հայարեցին եւ Ջերուսալեմ Փոստին պատմել են, թե Բելարուսի անվտանգության ուժերը հոգեբանական ու ֆիզիկական ճնշում են գործադրում նրա նկատմամբ, ստիպելով ստորագրել արտահանձնման համաձայնագիրը։ Օրեր առաջ Կալանավայրում Բելարուսի իրավապահներն այցելել են Ալեքսանդրին, պնդել, թե որոշումը միևնույնն է կայացվել է, մինչդեռ եթե նա իր համաձայնությունը տա, Ադրբեջանից կտեղափոխվի Իսրայել, ասել է Լապշինի կինը Եկատերինա Կոպիլովան։ Իսրայելական պաշտոնական աղբյուրները մինչդեռ պնդում են, իրենք նման գործարքից տեղյակ չեն։ Ավելին, Բելարուսի իրավապահները մինչ օրս խոչընդոտում են Լապշինի հանդիպումը Իսրայելի հյուպատոսի հետ։ Ադրբեջանական կողմն ուզում է Լապշինի գործը նախադեպ դարձնել, հայերեցին ասել է Իսրայելի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հավելելով, այս միջադեպը կարող է լուրջ ձախողում դառնալ երկկողմ հարաբերություններում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը պաշտոնապես խնդրել է Բելարուսի իշխանություններից Լապշինին Ադրբեջանին չարտահանձնել, սակայն Բաքվի պաշտոնյաները հստակ փոխանցել են, որ մտադիր չեն իրենց պահանջներից հրաժարվել։ Մենք շատ լրջորեն ենք վերաբերում այս հարցին, սակայն այս պահի դրությամբ դեռ վիճակը լավ չէ։ Օրեր առաջ նշել է Իսրայելի արտգործնախարարության պաշտոնյան, պնդելով, թե հրեական կողմը շատ բան չի կարողանում անել, քանի որ Բելարուսում ու Ադրբեջանում բլոգերն ընկալվում է որպես Ռուսաստանի քաղաքացի։ Հաղորդվում է, որ 40-ամյա Լապշինը ծնվել է Մոսկվայում, 20 տարի առաջ տեղափոխվել Իսրայել, ծառայելով երկրի զինված ուժերում։ Հայաստանի արտգործնախարարության խոսնակն ավելի վաղ ազատության հարցմանն ի պատասխան տեղեկացրել էր, թե պաշտոնական Երևանը զբաղվում է ձերբակալված բլոգերի հարցով։ Այսօր Տիգրան Բալայանը նշեց, ավելացնելու որևէ բան չունի։ Պատասխանը նույնն է, որ զբաղվում ենք։